Մենք գործ ունենք Պարսկաստանի տեսքով մուսուլմանական բնականաբար գերիշխող փաստորեն քաղաքական համակարգի հետ եւ դրա համար նրա ներսում քրիստոնյաները շատ հաճախ ոչ հավասար պայմաններում էին հայտնվում եւ նադիրը այն բացառություններից էր, որ փաստորեն հայերի համար ստեղծում էր հավասար պայմաններ։ Եվ եթե օրինակ Նադիրի այս քաղաքականությունը շարունակվեր նրա հաջորդների օրոք, իսկ ցավոք 1747-ին նա սպանվեց եւ նրանց հետո պարսկական արքունիքը փոխեց քաղաքականությունը, վերադարձավ դրանից առաջ եղած իրավիճակին, երբ որ հայերին դիտում էին որպես այլակրոններ եւ հետեւաբար հարկային քաղաքականության մեջ, հասարակական քաղաքական համակարգում արդեն ինտեգրացիայի համապատասխան մթնոլորտ եւ ցուցանիշները կտրուկ փոխվում էին ի վնաս հայերի, դրա համար եթե օրինակ Նադիրի քաղաքականությունը շարունակվեր, դժվար է ասել 18-րդ դարի հայ ազգագրական շարժումը ունենար արդյոք նույն միտումները, ինչ որ ունեցել է պատմականորեն։ Այսինքն պետք է որ ինչպես այդ շրջանում էր, շատ դրական վերաբերվեին պարսկական ադմինիստրացիային եւ գնային ընդհանուր հաստորեն միասնական լուծումների, ինչը որ ցավոք չեղավ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։